Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է իրանագետ Աննա Դավթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Դավթյան, մինչ այսպես մի քիչ ավելի նեղ հարցերին անցնելը, մի քիչ ավելի լայն աշխարհագրական իմաստով եմ ասում հարց տամ։ Տեսեք, խորհրդարանական ընտրություններից հետո ճիշտ էլ դեռ նախնական արդյունքներն են հրապարակվել վերջնականին դեռ ինչ-որ ժամանակ կա, աշխարհի բոլոր գրեթե ուժային կենտրոններից շնորհավորանքներ եկան, Հնդկաստանից սկսած, վերջացրած Միացյալ Նահանգներով, Չինաստանից միայն չի եկել դեռ, գիտենք այնտեղ ավանդականորեն սպասում են մինչև վերջն արդյունքների հրապարակմանը, առաջին դեպքը չի, այդ նաև հուշում եմ այն մարդկանց, որոնք ասում են, վայ, տեսեք Չինաստանը դեռ այսպես է, ավանդույթ է իրենց մոտ ազգային։ Բայց տարօրինակ է այս դեպքում այնա, որ Մոսկվայից արձագանք չկա, որևէ տեսակի։ Նկատի ունեմ պաշտոնական, մենք ընդունում ենք կամ չենք ընդունում, կամ շնորհավորում ենք կամ չենք շնորհավորում։ Ինչու՞։ Այդ հարցին պատասխանելու համար երևի արժի նաև նայենք, թե արձագանքները նախընտրական շրջանում ինչպիսին էին, եւ եթե դրանք էլ դիտարկում ենք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ շատ դժվար է մեկնաբանել նկրտումները Մոսկվայի, որովհետև եթե օրինակ ելնում ենք այն կանխավարկածից, որ արվում էր ամեն բան եւ հիմա էլ, որ ցույց տրվի, որ այս իշխանությունը չունի Մոսկվայի աջակցությունը, ապա պիտի որ Կրեմլում նստած մարդկանց սոցիոլոգիան, որ կարևոր գիտություն է հուշեր, որ այդ միջոցով իրենց հռչակած նպատակին հնարավոր չի հասնել, այսինքն այստեղ իշխանափոխություն հնարավոր չի անել աջակցելով այս կամ այն ուժին, որովհետև սոցիոլոգիական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ միայն իշխանության հարցը չի Հայաստանի, այլ հասարակությունը Հայաստանի խնդիրներ ունի վստահելու Ռուսաստանի Դաշնությանը որպես գործընկեր, որպես քաղաքական գործընկեր։ Այն բոլոր արձագանքները, որ եղան տնտեսական սանկցիաների եւ սպառնալիք եւ հնդածս արդեն իրականացված գործողություններ, կոնկրետ քաղաքական ուժերին սատարում, սրանք բոլորը ինձ մոտ որպես վերլուծաբանի հարցեր են առաջացնում։ Արդյոք հնարավոր է այս աստիճան քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից անգրագետ քայլեր անել, թե միգուցե հանրայնորեն այսպիսի արձագանքները նաև նրա մասին են, որ գուցե իրենց ներսում կարիք ունեն ցույց տալու հասարակությանը, որ իբրև թե արել են ինչ-որ բաներ, բայց իրենց պատճառով չի, որ բոլորովին այլ արդյունքներ ունեն Հայաստանում։ Սրա հետ կապված նաև ինձ մոտ այլ հարցեր են առաջանում։ Տեսեք, մեզանում դեռևս շարունակում է այն քննարկումը, թե արդյոք Ղարաբաղյան կոնֆլիկտի փոխզիջմամբ չկարգավորված լինելը, արդյոք Ռուսաստանի շահերից էր բխում եւ Հայաստանի տարբեր ղեկավարներ, սկսած 98 թվականի Ղարաբաղի ղեկավարներից եւ շարունակած Հայաստանի ղեկավարներով դեմ են գնացել Ռուսաստանի այդ շահերին, թե մյուս տեսակետն էլ այն է, որ միգուցե մենք խոսում ենք ԳԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշման մասին, բայց գուցե այնքան էլ միատարր չէր այդ դիրքորոշումը։ Եվ այստեղ այն հարցը, որ ինձ մոտ ծագում է, եթե իսկապես Ռուսաստանի շահերից էր բխում, որ կոնֆլիկտը կարգավորվեր եւ Հայաստանը գնար փոխզիջումային ճանապարհով հարցը լուծելու տարբերակով։ Ինչու մենք չենք տեսել երբևէ Կրեմլից այնպիսի արձագանքներ, ինչպես փաստորեն կարող են լինել այս ընթացքում։ Դուք օրինակ 2017-ին հիշում եք, որ Մոսկվան ասի, որ աջակցում է այն ուժին, որը խոսում է բարիդրացիությունից, խաղաղությունից եւ կոնֆլիկտը լուծելուց։ Ոչ։ Հիշում եք, որ Մոսկվայից շատ կոշտ դիրքորոշումներ արտահայտվեն այն քաղաքական ուժերի մասին, որոնք ասում են, որ Արցախի հարցը այլևս փակված է։ Եթե ետ վերադառնանք եւ նայենք 2017 թվականի նախընտրական շրջանը, գրեթե բոլոր մասնակից քաղաքական դերակատարները ասում էին, որ Արցախի հարցը արդեն փակված է։ Սա փաստորեն ուղիղ սպառնալիք էր Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Ինչու որևէ կիլոգրամ ելակի վրա տնտեսական սանկցիա չեղավ։ Ինչու չեղավ սպառնալիք, որ եթե այդպես շարունակեն գազը կթանկանա։ Ինչու որևէ ռետորաբանական նույնիսկ ռետորական մակարդակում որևէ արձագանք նման հարցերին չեն եղել։ Ես նույնիսկ չեմ գնում հաջորդ շերտ եւ ասեմ, որ
եթե այս օրերին նայում ենք, որ կան քաղաքական ուժեր, որ ուղիղ սպասում են տեսնեն, թե Մոսկվան ինչպես է արձագանքելու եւ նույնատիպ արձագանքներ ունենան կամ արդեն իսկ պայմանավորված արձագանքներ են արտահայտում, ինչու այդ արձագանքները մենք չենք տեսել 20-25 տարիների ընթացքում։ Սա պարզապես որպես ռետորական հարց նաև մեր հեռուստադիտողների համար արժի մտածել սրա մասին։ Ինչ վերաբերում է ներողություն ռադիոլսողների համար։ Ինչ վերաբերում է հիմա չշնորհավորելուն, էլի կամ բավարար չաշխատված պլանի արդյունք է, այսինքն մի պլանի, որ չէին նախատեսել իրադրություն, երբ ընդդիմությունը չի հաղթելու։ Այսինքն զեզ Մոսկվայում վստահ էին, որ ընդդիմությունը այստեղ հաղթելու է։ Եթե ելնում ենք այն կանխավարկածից, որ իրենք հավատում էին, որ եթե իրենք աջակցում են որևէ ուժի, այդ ուժն է հաղթելու։ Իմ տպավորությամբ դա ի սկզբանե սխալ հաշվարկ էր եւ սխալ պլանավորում։ Լավ, նույնիսկ եթե ինքը սխալ հաշվարկ էր, դա սխալվելու իրավունք ունեն բոլորը, բայց ասենք այդ իմ ու ձեր մասին չի, հա, մենք այն որ խոհանոցում նստած ինչ կանեմ եթե։ Որտեղ սովորաբար պետությունները ունենում են պլան A, պլան B եւ պլան C, ենթադրենք։ Հիմա ասենք տեղի ունեցել այն ինչ որ պիտի լիներ պլան C-ով, պայմանական եմ ասում։ Հիմա ինչ, Ռուսաստանը պլան C չունի։ Կամ ունի, բայց այդ պլան C-ն հենց խարսխված է նրա վրա, որ ժամանակ ձգեն այնքան, մինչև օրինակ չգիտեմ, ընտրված նոր իշխանությունները փորձեն ինչ-որ զիջումների գնալ քաղաքական իմաստով, կամ փորձեն ինչ-որ սիրաշահման դրսևորումներ ունենալ։ Այսինքն, երբ օրինակ արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարում է, որ սանկցիաներ են կիրառվում կամ քննարկվելու են սանկցիաների կիրառումը հապկի շրջանակում Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ Հայաստանը արդեն երկրորդ թե երրորդ տարին է անդամավճար չի անում, հասկանալի է, որ այս դեպքում խոսքը կարող է վերաբերել ընդհանուր մինչև հեռացնելու։ Ի տարբերություն ԵԱՏՄ-ի հապկից, հա, այստեղ հնարավորություն կա։ Դա ինչ, այսինքն այդտեղ պիտի Հայաստանին զիջումների պիտի գնա։ Վայ, եկեք ես փողը տամ, ինձ հանկարծ չհանեք հապկից։ Չէ, պարտադիր չի, որ այն ոլորտում լինեն զիջումները, որոնց մասին այդպես բարձրագոչ հայտարարություններ են արվում։ Տեսեք, վերջին շրջանի Հայաստան-Ռուսաստան շփումներում եւ հարաբերություններում երկու առանցքային կարծում եմ հարց կա, որոնք շատ կարեւոր են եւ Հայաստանի համար, որ ինչ որ լուծում ունենան եւ Ռուսաստանի համար, որ չունենան այդ լուծումը եւ դրանցից առանցքայինը կարծում եմ դա երկաթուղու հարցն է։ Երկաթուղին կոնցեսիան, որի շնորհիվ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր տնտեսական ներգրավվածությունը Հայաստանում մեկ եւ երկրորդը դա դեռևս շարունակում է նաեւ քաղաքական լծակ լինել, անգամ եթե թրիփը իրագործման փուլում լինի արդեն, ունենալով այդ կոնցեսիան ռուսական, հնարավորություն է դա նաև որոշակի քաղաքական ճնշումներ բանեցնելու, նույն այդ թրիփի գործարկման շրջանակներում իրենց համար որոշակի դիվիդենդներ ստանալու։ Երբ որ Հայաստանը բարձրացնում է այս հարցը, այն այլ կազմակերպության տալու, այլ երկրի կազմակերպության տալու, գիտենք, որ Ղազախստանի հարցներ քննարկվում։ Այստեղ կարծում եմ իրենց համար շատ կարևոր է դա թույլ չտալը եւ մնացած բոլոր հարցերում այդ կոշտ դիրքորոշումները եւ օրինակ շնորհավորանքը ուշացնելը կարող է պայմանավորված լինել նաեւ սրանով, որ սպասեն որոշակի զիջումների այդ դաշտում, օրինակ, որ Հայաստանը հայտարարի, որ այլևս չի քննարկում այդ հարցը Ղազախստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Բայց սրանք իհարկե ենթադրություններ են, խարսխված նրա վրա, ինչ մենք բաց աղբյուրներից գիտենք, թե ինչ տեսակ հարցեր են քննարկվել Հայաստան-Ռուսաստան շփումներում, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում փակ դռների ետևում եւ հատկապես ոչ միայն իշխանությունների հետ, այլ նաեւ ընդդիմադիր դաշտի դերակատարների հետ։ Դրանք շատ դժվար է ենթադրել կամ կանխագուշակել։ Դեպ քանի որ այդ մասին խոսք գնաց, տեսեք, Ռուսաստանը ուշացնում է շնորհավորել կամ շնորհավորանքից հրաժարվել, այս պաշտոնական մակարդակում, բայց հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց այն հայտնի հայտարարությունը, որով Հայաստանին կոչ էր արվում անցկացնել համապետական հանրաքվե եւ կողմնորոշվել Եվրամիություն, թե ԵԱՏՄ-ի կազմում մնալ,
ինչը մի քիչ բնականաբար սուր ընկալվեց Հայաստանում, բայց մի հետաքրքիր իրադարձություն հետևեց դրան ընտրություններից հետո թե Ղազախստանը, թե Qırğızstանը շնորհավորեցին։ Անմիջապես ընդ որում առաջիններից մեկը։ Որովհետև այն պահին ճնշել էին իրենք ստորագրեցին այդ հայտարարության տակ, թե այնտեղ ուրիշ խնդիրներ կան։ Ազդես։ Նախ մի շեշտադրում անեմ, եւս մեկ անգամ վերադառնալով ոչ վաղանցալ, երբևէ օրինակ Արցախի հարցով մեզ առաջարկ չի եղել, թե մի հանրակրվե արեք ու նոր որոշեք այդ 7 շրջանները սրբազան հայրենիք է եւ ոչ միտից չի կարելի զիջել, թե դրանք փոխզիջման շրջանակներում կարելի է զիջել Ադրբեջանին։ Սա մեկ, երկրորդը, ինչ վերաբերում է Ղազախստանի եւ Qırğızstani վարվելակերպին, եթե առհասարակ դիտարկելու լինենք կենտրոնական Ասիայի երկրների, հատկապես վերջին տասնամյակների գործելավոճը, իրենք փորձում են երկակի այդ մոտեցումներով հնարավորինս մեծացնել իրենց Ռուսաստանից անկախ գործունեություն ծավալելու հնարավորությունը եւ մանևրելու դաշտը, որտեղ պետք է ինչ-որ բան ստորագրելու միանում են զուգահեռ, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում համագործակցություն են ստեղծում ու զարգացնում, որտեղ պետք է ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը աշխարհի ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկն է եւ որևէ հարց առանց նրա չի լուծվում, հայտարարում են դրա մասին։ Զուգահեռ ամեն ինչ անում են, որ օրինակ ռուսերենը պետական լեզու դարձնելու պահանջները Ռուսաստանի չիրագործվեն։ Սրա մեջ որոշակի գուցե նաև իսլամական տարրել կա մշակութային, որը թույլ է տալիս, այսպես ասած, դեմ առ դեմ մի բան ասել, իսկ լավ, իսլամական չասենք, արևելյան ասենք։ Գուցե նաև հենց արևելյան, այո։ Եվ ինձ համար վերջին շրջանի զարգացումները ակնհայտ են դարձնում, որ եւ Ղազախստանի եւ Qırğızstani համար շատ կարեւոր է եւ իրենց ավելի շատ ինքնիշխանության եւ անկախության, այսպես ասած, տարրերը ավելացնելը եւ Հայաստանի պատահական չի, որ բոլոր այն գործընթացներում, որտեղ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հարևան երկրների հետ փորձել է ինչ-որ հարաբերությունները խորացնել, միշտ մենք ունեցել ենք անմիջապես Ղազախստանի դրական արձագանքը, ել չասած, որ փորձել է ինքն էլ միջնորդ հանդես գալ, որովհետև սա իրենք էլ մեր նման դիտարկում են, որ միայն մեկ երկրի հարց չի, յետսովետական տարածքի երկրների խնդիրներից է հնարավորինս փորձել ոչ թե վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, թշնամանալ նրա հետ, այլ փորձել մաքսիմալ ավելի անկախ լինել։ Այս դիտանկյունից եմ ես ակնարկում։ Մենք սկաուտական այն բանը հիշեցի, կարգախոսով բարձրացրու, որ բարձրացնես։ Հա, միմյանց օգնը կամ հա ներքաղաքական դաշտում էլ չէ, ունենք այդպիսի բան։ Հա, ինչքանով որ մենք օգնենք այնտեղ բարձրանա, այնքան էլ մենք կարող ենք։ Հա, ես կարծում եմ այդ յետսովետական երկրների շրջանակներում շատ տարածված է հիմա այդ միտումը, օրինակ եթե նայեք Վրաստանն էլ հասարակությունը ինչքան ուշով հետևում էր, թե ինչա տեղի ունենալու Հայաստանում, վերջին շրջանում ես երբեմն այտենց նեղ սրտած ասում էի, որ Վրաստանը կարծես տպավորություն ունեմ, որ երևակայական քարտեզ է գծագրել իր համար, որտեղ ինքը Եվրամիության հարևանն է եւ իր հարևանությամբ չի տեսնում մեզ, բայց վերջին շրջանում լրիվ հակառակ պատկերը ունենք։ Ուշով հետևում են, թե ինչա տեղի ունենում Հայաստանում, որովհետեւ իրենց մոտ էլ կա այդ տանկյունը, որ եթե մի երկրում ձախողվի այդ ճանապարհը, ապա դա դոմինոյի էֆեկտով ազդեցություն ունենալու է նաև մյուս երկրների վրա։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այո, դեմ առ դեմ Ռուսաստանի ներկայացի հետ ինչ որ թուղթ ստորագրելը կարելի է ստորագրել, իսկ հետո անմիջապես առանց հապաղելու շնորհավորել Հայաստանին, ցույց տալով, որ չեն սպասելու Մոսկվայի, այսպես ասած, հրահանգներին։ Հիմա վերադառնանք մի քիչ ավելի դեպի հարավ, Իրանի Իսլամական Հանրապետության կողմ մասնավորապես։ Իրանը շնորհավորեց, բայց այստեղ ներքաղաքական դիսկուրսում Հայաստանի Հանրապետության ներսում նկատի ունեմ, այդ խոսակցությունը հատկապես Ռուբիոյի այդ այցից զվարթնոց օդանավական մեծ ստորագրումից հետո հեսա Իրանը խփելու է անպայման, այն որ անընդհատ ասում են ու մանավանդ այս ընտրություններից հետո երբ իշխանությունը մնաց մարդկանց ձեռքում, որոնք երկիրը տանում են դեպի նեխած հոտած արևմուտք, Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ փչանալու են
ոչ թե էլ ավելի են փչանալու, հիմա լավ են հարաբերությունները, այն ժամանակ արդեն բանը բանից կանցնի։ Ես նույնիսկ տեսակետներ եմ լսել, որ արդեն փչացած են ուղղակի աղետալի մակարդակի են հասնելու, բայց այս թեմային անդրադառնալու համար երևի արժի մի քիչ ավելի լայն ասենք, որ այս անգամ էլ նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերում եւ իրենց հարցազրույցներում ու ելույթներում ցավոք սրտի մենք էլի չտեսանք իրական, իրատեսական, արտաքին քաղաքական այլընտրանքային մոտեցումներ, որպես կանոն այն ինչ առաջարկվում էր, անգամ եթե իրատեսական ածականը ուժեղ Հայաստանի փաստացի ղեկավարը Սամվել Կարապետյանը ասեց, չէ, մենք ընդունելու ենք այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, բայց կետերը չենք կատարելու։ Հա, շատ հետաքրքիր տենդենց է, որ շարունակվում է արդեն տարիներ շարունակ, երբ ուղղակի մեզ մոտ տպավորություն է, որ մենք ինչ-որ պատնեշներով անջատված ենք արտաքին աշխարհից եւ այստեղ կարող ենք մեզ համար միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի եւ առհասարակ փոխհարաբերությունների մասին քաղաքական դաշտում մեզ համար առանձին օրենքներ ու կանոններ սահմանել եւ ըստ այդ կանոնների ու օրենքների նոր ինչ-որ ծրագրեր զարմանահրաշ ներկայացնել։ Կովկասյան վագրը վանդակի մեջ որ մոտավորապես այդպես ես կարծում եմ, որ սա հերթական անգամ բաց թողնված շանս էր հասարակության հետ խոսելու իրական խնդիրների մասին, որտեղ այնպես չի, որ մենք իդեալական պայմաններում ենք գտնվում եւ այն ինչ առաջարկում է օրինակ իշխանական թևը զուրկ չէ որոշակի ռիսկերից, մտահոգություններից, հաստատ տեղ կար խոսելու այդ ռիսկերի ու մտահոգությունների մասին, առաջարկելու այլընտրանքային լուծումներ դրանց համար, բայց մենք էլի իրականությունից վերացարկված ինչ որ տարօրինակ հարցեր էինք քննարկում եւ դրանց շրջանակում շատ հաճախ արծարծվում էր Իրանի թեման եւ այստեղ նորից շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր անկախ հանրապետության քաղաքական գործիչներից լսել որպես սպառնալիք սեփական քաղաքացիների հանդեպ, որ այս կամ այն երկիրը հեսա պատժելու է մեզ։ Այս մի տեսակ անհասկանալի մոտեցում է, որ շարունակվում է տարածում գտնել մեր շրջանակներում եւ այն ինչ վերագրվում է Իրանին, էլի նախ ներկայացվում է իրականությունը գլխիվայր շրջված, որովհետև մենք գիտենք, որ Իրանի ղեկավարությունը եւ օգոստոսի 8-ից անմիջապես հետո տարբեր փոխայցելությունների արդյունքում եւ դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ այն մտահոգությունները, որ իրենք ունեին մինչեւ օգոստոսի 8-ը հնարավոր տրանզիտ այդ ճանապարհի վերաբերյալ փաստաթղթի հրապարակումից եւ իրենց հայաստանյան գործընկերների հետ հանդիպումներից հետո այդ մտահոգությունները փարատված են։ Միաժամանակ Իրանը ինքը դեռևս ռազմական գործողությունների փուլում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ եւ նույնիսկ այդ պայմաններում փնտրում է ճանապարհներ նրանց հետ, այսպես ասած, փոզիջումային ինչ որ տարբերակի հասնելու համար, բայց այս բոլորը հաշվի չառնելով ներկայացվում է մի իրադրություն, որտեղ իբրև թե Իրանը սարսափելի զայրացած է Հայաստանի վրա եւ պարզապես առիթի է փնտրում, որ հարվածի այն ենթակառուցվածքին, որը դեռևս չի կառուցվել։ Որում ամենահետաքրքիրը, այսպես ռեմարկ անեմ, հա, եթե թույլ տաք, ամենահետաքրքիրը այն է, որ այդ պնդումները անում են այդ թվում նաև քաղաքական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք իշխանության են 2000-ականներին, որոնց իշխանության օրոք կառուցվեց Իրան-Հայաստան գազամուղը, ընդ որում կառուցվեց իրանական, հա, ընդ որում իրանական փողերով, եկեք չմոռանանք, ու որը հետո նվերտրվեց այլ երկրի, բառացիորեն նվիրեցին, այդտեղ ոչ մի բանի դիմաց էր դա արդեն, նույնիսկ գույք պարտքի դիմաց չէր, ուղղակի տվեցին Ռուսաստանի Դաշնությանը, հա, ու հիմա այդ նույն մարդիկ կներեք էլ երկար ժամանակ այս մասին չէի խոսում, համբերում էի, որտեղ նախընտրական շրջան էր, ու հիմա այդ մարդիկ ասում են, գիտեք ինչ կա, իրանցիները մեզ չեն վստահում, որտեղից վստահ են։ Կամ օրինակ այդ նույն շրջանակների մարդիկ ու այսպես կոչված ակտիվիստներ, երբ պարբերաբար Սյունիքում աշխատող իրանցիներին նկարահանելով ասում են ադրբեջանցիները արդեն Հայաստանում են, առանց գիտակցելու, որ դրանով Հայաստան-Իրան հարաբերություններում են այսպես փոխվստահության վրա քար գցում, բայց միևնույն է պահանջում են, որ Իրանը շատ ավելի վստահի Հայաստանին։ Ինչպես կներեք, ես էլ մի հատ շատ կարճ ընդմիջեմ, էլ չեմ անի։ Փուլ կա, որ ակտիվիստը վերածվում է աշխուժակի։
այդ ձեր ասած մարդիկ արդեն այդ փուլը անցել են։ Համաձայն եմ ձեզ հետ եւ մեր զրույցի վերաբերյալ մի ռեմարկ անեմ, ինչ է լինում, երբ երկու ասելիք ունեցող մարդուն որոշակի շրջանակում ինքնացենզուրայի են ենթարկում, չէ՞, նախընտրական ժամանակում չխոսելու։ Հիմա իսկապես կարիք կա այդ բոլորը որպես կարմիր գծեր նշելու եւ պահանջելու քաղաքական դաշտից, որ ներքաղաքական պայքարի համար արտաքին քաղաքական այդ հարցերը չի կարելի դարձնել մանիպուլյացիայի հարց։ Ես օրինակ այս դեպքը հաճախ եմ սիրում հիշատակել, մի անգամ Եվրոպական մի երկրի պարլամենտի դելեգացիայի հետ հանդիպում ունեինք եւ երբ ներկայացան մի մասը իշխանական թևից էր, մյուս մասը ընդդիմադիր եւ ընդդիմադիրներից մեկը ասեց մենք ներքաղաքական հարցում շատ բուռն պայքարի մեջ ենք մեր իշխանության հետ, բայց երբ հարցը վերաբերում է արտաքին քաղաքական առաջնահերթություններին, մենք որևէ տարաձայնություն չունենք։ Եվ դա մի տեսակ շատ նախանձելի իրադրություն էր, որովհետեւ ի վերջո որևէ երկրի անվտանգության վերաբերյալ եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ որոշակի ընդհանուր հայտարար պիտի լինի, որ չանցնեն այդ կարմիր գծերը քաղաքական գործիչներն ու ուժերը։ Ցավոք սրտի մեզանում ճիշտ հակառակ իրադրությունն է։ Արտաքին քաղաքական տարբեր մոտեցումները օգտագործվում են որպես գործիք ներքաղաքական պայքարի մեջ եւ Իրանին այս շրջանում ինչ ասես թե չվերագրվեց եւ Իրանին եւ Ռուսաստանին։ Երբ օրինակ նույն Ռուսաստանին արդարացնող կամ Ռուսաստանին անմրցելի եւ մրցակից չունեցող գործընկեր ներկայացնողները ասում են, որ Հայաստանը կարող է Ուկրաինա դառնալ, սա այլ բան չէ, քան ասել, որ մեր հիմնական գործընկերը կարող է ներխուժել մեր տարածք եւ փորձել տարածքներ գրավել մեզնից։ Այստեղ այդ կոգնիտիվ դիսոնանսը չի թողնում, որովհետեւ ինչպես է դա հնարավոր ներկայացնել մի երկրին որպես գործընկեր եւ միաժամանակ այդպիսի ակնկալիքներ ունենալ։ Դաշնակիցը, այո։ Նույնը վերաբերում է Իրանին եւ իսկապես բոլոր այն ծրագրերը, որոնցում կա բաղադրիչ Իրանի հետ կապված, այդ բոլոր ծրագրերը տարիներ շարունակ քննարկվել են հայաստանյան տնտեսական քաղաքական շրջանակներում եւ դրանք չեն իրագործվել մի քանի պատճառով։ Նախ որովհետեւ արտաքին քաղաքական ճնշում է եղել Իրանի հետ հարաբերությունները չխորացնելու այն աստիճան, որ տնտեսական այդ դիվերսիֆիկացիան առնվազն մի երկրի ներգրավման տեղի ունենա։ Ավելի պարզ ասած, Ռուսաստանի Դաշնությունը դեմ էր անգամ, եթե մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվեր Իրանի հաշվին, նույնիսկ արևմուտքի մասին չէր խոսքը։ Եվ երկրորդը, որովհետև Ռուսաստանի քաղաքական ճնշման համատեքստում էլ այլ երկրներից չեն կարողացել բավարար ֆինանսավորում գտնել դրա համար։ Իսկ Իրանն էլ ամենայն իր ցանկությամբ հանդերձ սանկցիաների տակ լինելով չէր կարողանում տարբեր այդ ծրագրերը փաստաթղթերից անդին կյանքի կոչել, այսպես ասած։ Եվ իսկապես ես կարծում եմ, որ 22 թվականից հետո որոշակի աշխուժություն սկսեց 20-ի պատերազմից հետո, բայց 22-ից հետո հատկապես 22-ի սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստան-Իրան հարաբերություններում փոխայցելությունների ու հանդիպումների այն հաճախակիությունը եւ փողվստահության այն մակարդակը, որ տեսանելի է երկրների միջև, ես կարծում եմ դա շատ կարևոր միտում է, որ արժե շարունակել եւ չարժի ներքաղաքական պայքարի համար դրանք, այսպես ասած, գլխիվայր շուրջ տված ներկայացնել։ Իդեպ նախընտրական շրջանում իմ հյուրերից մեկին ես այդ հարցը տվեցի, հիմա ձեզ տամ, որովհետեւ ես այն ժամանակ չստացա խելամիտ պատասխան, պարզապես քանի որ նախընտրականը չէի կարող հակադարձել։ Հիմա տեսեք, Իրան-Հայաստան ճանապարհը հարավհյուսիսը մեծ թափով շարունակում է կառուցվել։ Սա ինչ որ մի բանի ցուցիչ է, թե չէ։ Թե ուղղակի պայմանագրային պարտավորություններ ունեն անում են։ Իրանը նկատի ունեք։ Չէ, ես կարծում եմ ցուցիչ է նաև նրա, որ Իրանի համար էլ շատ կարևոր է ունենալ լավ հարաբերություններ Հայաստանի հետ եւ հատկապես կարևոր է այդ ենթակառուցվածքների հարցում ապահովություն ունենալ Ադրբեջանի
եւ Թուրքիայի միջոցով Եվրոպային կապվելու համար այլընտրանք ունենալու տեսանկյունից։ Ավելին ասեմ, հյուսիս-հարավի այն հատվածները հարավում, որոնք որ ֆինանսավորվում են նաեւ միջազգային ու արևմտյան հիմնադրամների կողմից, այդտեղ էլ շատ մեծ ներգրավվածությամբ նաեւ իրանական կազմակերպություններ են աշխատում։ Եվ այս բոլորը նաեւ նրա մասին է, որ մի կողմից Իրանը փորձում է ներգրավված լինել նաև Հայաստան-Արևմուտք հարաբերություններում իրեն, այսպես ասած, դուրս չընկալելու համար տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններից եւ մյուս կողմից իսկապես նաև այդ ենթակառուցվածքները համարում է իր համար առանցքային մի գործոն։ Տեսեք, պատերազմի ժամանակ Թուրքիան իր սահմանին այդ ողջ պատը կառուցել էր փախստականներ թույլ չտալու համար, բայց նաև կարևոր օրինակ հումանիտար ոլորտի փոխանցումները շատ դանդաղ էին տեղի ունենում, այդ մտավախությամբ էլի, որ հնարավոր է, որ ճանապարհները ամբողջությամբ եթե բաց լինեն, այդ փախստականների հոսքը չկարողանան կարգավորել։ Ադրբեջանն էլ գիտեք, աշխարհում միակ երկիրն է, որ դեռևս COVID-ի պատերվակով ցամաքային սահմանները փակ է պահում։ Եվ այս իրադրության մեջ Հայաստանի հետ սահմանը եւ Հայաստանով ճանապարհը հայտարարեցին, որ երկաթգիծը Թբիլիսի-Բաքու մարդատար նկատի ունեմ պիտի բացվի, բայց ոնց որ դա էլ չեղավ։ Եթե չեմ սխալվում, որոշակի հետաձգում է տեղի ունեցել էլի դրա, բայց չեմ պնդում, որովհետև վերջին օրերին չեմ ստուգել փոփոխություն եղել է թե չէ, բայց Հայաստանը որպես տարանցիկ երկիր իր դերով Իրանի համար շատ կարևոր հարևան էր, այսպես ասած, որպես հանդես գալիս եւ պատահական չի, որ մենք օրինակ շնորհակալության խոսքեր ստացանք Իրանի արտգործնախարարից։ Ընդ որում հետաքրքիր է, որ դա Երևանյան երկխոսության ժամանակ տարբեր այլ երկրներից ժամանած պատվիրակներն էլ գրեթե բոլորը Հայաստանին շնորհակալություն էին հայտնում նաեւ իրենց քաղաքացիներին Իրանից դուրս բերելու տեսանկյունից։ Սրանք գուցե մեզ համար մեր լուրերում հայտնվում եւ այսպես մեծ ուշադրություն չեն գրավում մեր ընթերցողների համար, բայց սրանք կարևոր ցուցիչներ են եւ Հայաստանի-Իրան հարաբերությունների համատեքստում եւ առհասարակ Հայաստանի որպես անկախ արտաքին քաղաքականություն ունեցող երկրի համատեքստում։ Հիմա ինչքանով է դա բացարձակ, իդեալական եւ բոլորիս համար ընդունելի որպես վերջնակետ, իհարկե այդպես չի։ Բազում անելիքներ ունենք դեռևս այդ ճանապարհին, բայց անհնար է չտեսնել, որ Հայաստանի Հանրապետությունը քայլեր ձեռնարկում է այդ ճանապարհին, լինելու վստահելի գործընկեր տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանի կայունությամբ եւ խաղաղությամբ եւ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ։ Տեսեք, այս վերջերս քանի որ ես ընդհանրապես հետևում էի ամեն ինչ չեմ խառնվել, բայց մի այսպիսի հետաքրքիր սխեմա եմ գծել իմ գլխի մեջ, ասենք ինչ են ասում մեր հարգելի հարգարժան վատատեսները, այդտեղ իշխանություն ընդդիմություն հիմա չեմ տարանջատում, ասում են տեսեք հետևյալը, Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Արևմուտքը ասում է ես քեզ կօգնեմ այս պատժամիջոցները հաղթահարելու իմաստով։ Ֆինանսական աջակցությամբ շուկաների տրամադրման ձևաչափում եւ այլ, այսինքն արևմուտքից մեծ կախվածությունը այսպես ավտոմատ մեծանում է։ Եվ այդ ավտոմատ մեծացումը կարող է մի պահ հանգեցնել նրան, որ Արևմուտքը Հայաստանն ասի գիտես ինչ կա, ես քեզ այլևս չեմ օգնի, եթե դու չմիանաս Իրանի դեմ իմ պատժամիջոցներին։ Եվ այդտեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կկոտրվեն եւ կմիանան այդ հակաիրանական կոալիցիային։ Այս տեսակ դեպքերի համար գալելի չէ նկարագրից։ Հա, շատ։ Այս տեսակ դեպքերի համար ես սիրում եմ ասել, այո, ճշմարտությունը շատ հաճախ դառն է լինում, բայց ամեն դառը սցենար չի, որ ճշմարտությունը։ Հիմա այս համատեքստում ես կարծում եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում եւ Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններում ամենաառանցքային այդ կարմիր գծերը հենց նրանք են, որ Հայաստանը չի կարող իր անվտանգությանը սպառնացող որևէ քայլի դիմել,
ինչ է թե դա կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրամիության համար։ Եվ դրանց շարքում առաջին հերթին հենց Իրանի հետ հարաբերություններն են եւ ավելին ասեմ, նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Օրինակ Հայաստան-Եվրամիություն առաջին սամիտը, որ տեղի ունեցավ Երևանում, փաստաթուղթը երբ կարդում ենք, ակնհայտ է, չէ, թե ինչքան աշխատանք է տարվել այդտեղ, որպեսզի հակառուսական ու հակառուսաստանյան ձևակերպումներ չընդգրկվեն փաստաթղթի մեջ կամ այն հանգամանքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն սենատում իր քննարկման ժամանակ հատուկ շեշտեց, որ ԱՄՆ Հայաստան հարաբերությունները ամենևին չեն ենթադրում պահանջել Հայաստանից որևէ այլ երկրի հանդեպ որևէ փոփոխված դիրքորոշում, այլ միայն նրա մասին են, որ Հայաստանին օգնեն ոտքի կանգնել տնտեսական առումով, դառնալ տարածաշրջանային տնտեսական պրոյեկտների մաս, որից մենք զրկված ենք եղել տարիներ շարունակ, եւ հնարավորինս նպաստել նաեւ տարածաշրջանում խաղաղություն ունենալու։ Հիմա եթե մենք համարում ենք, որ Հայաստանի անկախությունը որևէ մի այլ երկրի համար սպառնալիք է, դա նշանակում է մենք ամեն ինչ ուրեմն 91 թվականից ուրեմն մենք հայտարարել ենք, որ մենք սպառնալիք ենք լինելու Իրանի ու Ռուսաստանի համար, երբ հայտարարել ենք, որ ուզում ենք անկախ պետություն լինել։ Այստեղ կարծում եմ շատ կարևոր է տարանջատել, որտեղ է Հայաստանի Հանրապետության շահը եւ որտեղ է գործընկերային, այսպես ասած, ընդհանուր շահերը, համադրումների դաշտը եւ չտրվել են գայթակղությանը, երբ գործընկերային հարաբերություններում Հայաստանը դիտարկվում եւ ներկայացվում է որպես այլ երկրների շահերը սպասարկող գործիք, անկախ նրանից թե դա որ երկիրը կլինի, Իրանը կլինի, Ռուսաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր իրանագետ տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։